Եկեղեցին միշտ առաջնորդվել եւ առաջնորդվելու է Սուրբ Հոգով, այսինքն եկեղեցու բարենորոգումը միշտ կատարում է Սուրբ Հոգին, որովհետեւ մեր Տերը Հիսուս Քրիստոս ասեց, որ ես գնում եմ, բայց ձեզ կուղարկեմ Մխիթարիչ Սուրբ Հոգուն, որ կգա, ձեզ կհիշեցնի եւ կուսուցանի։ Այսինքն Սուրբ Հոգու առաջնորդությունը եկեղեցու մեջ միշտ առաջին տեղում է եղել եւ մենք բոլոր դարերում ինչքան էլ Աստված մարդկային կառույց լինելով եկեղեցին, մարդկային մասը ինչքան էլ գալիս է աստվածային իրականությանը խանգարելու, Աստված իր Սուրբ եկեղեցին, իր մարմինը բարենորոգում է, բարեկարգում է եւ դա ապաշխարության շնորհի միջոցով է տեղի ունենում։ Ես քաղաքականությունից բան չեմ հասկանում, բայց եթե քաղաքական գործիչները պատկերացնում են, որ կարող են Սուրբ Հոգու գործառույթ ունենալ, դա ինձ համար ուղղակի մեղմ ասած զավեշտալի է։ Տեսեք, պատվիրան բառի հիմքում ընկած է պատիվ բառը։ Երբ որ Աստված պատվիրան է տալիս մարդուն, մարդ այդ պատվիրանը պահելով պահում է իր մարդ լինելու պատիվը։ Այդ պատվիրանը պահելը Աստծուն պետք չի, այդ պատվիրանը պահելը մեզ է պետք։ Ես հիմա տեսնում եմ որպես հոգևոր հայր, որ այս պահին հայր եւ որդի ընտանեկան խնդրի շուրջ է կատարվում, ինչ որ կատարվում է մեր երկրում։ Եվ որդիական ըմբոստությունը, ապիկարությունը եւ որդիական թույլ տվեք ասել լկտիության հասնող պահվածքը շատ ծանր է նստելու մեզ վրա, շատ ծանր։ Եթե հնազանդության հոգին չգա, չայցելի մեր որդիներին, մեր հոգևոր զավակներին, մեր եկեղեցու Սուրբ Ավազանից ծնված Սուրբ Հոգու առաջնորդությունը ունեցող մեր զավակներին, եթե չայցելի, շատ դժվար է լինելու եւ շատ ծանր։ Մենք միշտ դրա մասին զգուշացրել ենք։ Հիմա ուզում եմ, որ այսքանով հանդերձ մաղթեմ, որ կարողանանք ուրախություն ունենալ բոլոր հալածանքների ժամանակ մեր սրտերի մեջ եւ օրհնել բոլոր հալածողներին։ Ես օրհնում եմ բոլոր մեզ հալածողներին, մեզ հայհոյողներին։ Թող Աստված շատ օրհնի իրենց գործերը թող բարության լույսի ներքո բերի եւ վերջապես ապաշխարության մեծ շնորհը այցելի բոլոր մեզ հալածողներին։